Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, այսօր իմ խոհանոցում տոն է, պատրաստելու եմ պասուց տոլմա, ես մտածում եմ, որ սա ամենահամեղ տոլման է, որ երբևէ մեր պատրաստել են տատիկներն ու մայրիկները, դրա համար մեզ հարկավոր են շատ հատիկեղեն, որը շատ օգտակար ու առողջարար է մեր օրգանիզմի համար, ես վերցրել եմ ոսպ, որը նախապես թրջել եմ տաք ջրով և ջրքամել եմ, սիսեռ, նույնպես ջրքամած, տաք ջրով թրջված է, լոբին ես եփել եմ մի փոքր, ավելի սիրում եմ, որ փափուկ լինի լոբին, ինձ մոտ այստեղ ձավար է, աղացած վիճակով, որովհետև եթե պատրաստում եք, շատերդ գիտեք, որ ձավարը կպչուն հատկություն ունի, կպցնելու ես բոլոր հատիկավորները միմյանց, դրա համար վերցնում ենք աղացած վիճակով, ունեմ այստեղ կանեփի սերմեր, որը շատ հաճելի է ուտելու ընթացքում ատամի տակ ճտճտում է, ինձ մոտ այստեղ չոր ռեհան է և ծիտրոն էլ պատրաստողներ կան, որ ծիտրոն էլ են դնում, բայց իմ երեխաները չեն սիրում, ես չեմ դնելու, կարմիր պղպեղ, սև պղպեղ, տոմատի մածուկ և ամենակարևոր բաղադրիչներից են սոխը և թթու կաղամբը, սոխը վերցնում ենք շատ առատ, ինչքան շատ է սոխը, այնքան համեղ է մեր տոլման ստացվում, ինձ մոտ այստեղ թթու դրված կաղամբ է, երբ որ թթվաջրից հանում ենք կաղամբները, պարտադիր հոսող ջրի տակ լվանում ենք, հիմա և առատ բուսայուղ է հարկավոր, սկսում ենք սոխեռացից, մինչև սոխեռացը կպատրաստենք, այդ ընթացքում հատիկավորներն էլ կխառնենք իրար, ահա տեսեք սիրելիներս, պասուց տոլմայի սոխը չեմ աղում ես, ոչ էլ կոտորակիչով մանրացնում եմ, այլ ուղղակի մանր կտրատում ենք, այսպես է հարկավոր, երբ որ սոխեռացել անենք ավելի կմանրանա, այսպես գեղեցիկ մանր ամբողջ սոխը ես կտրատելու եմ և պատրաստելու եմ առատ սոխեռած, տեսեք ինձ մոտ առատ յուղ եմ լցրել թավայի մեջ, ուզում եմ տեսնեք ինչքան շատ է, արդեն բուսայուղս տաքացել է, ավելացնում եմ կտրտած սոխը, և այնքան ենք տապակելու, մինչև սոխերը ոսկեգույն երանգ ստանան, տեսեք ինձ մոտ արդեն սոխերը տապակվում են, մի անգամ այսպես լավ խառնեմ և անցնենք, իրար միացնենք մեր հատիկավորները, մինչ սոխը կտապակվի, ավելացնում եմ լոբին, ոսպը, բավական է այսքան, սիսեռը, և ձավարը, ուզում եմ տեսնեք արդեն ինչ գեղեցիկ է մեզ մոտ գույները, համադրությունները, կանեփի սերմերը, այսպես, իսկ համեմունքները, տոմատը և ռեհանը ես ավելացնելու եմ վերջում սոխեռացի վրա, հետո նոր ավելացնեմ իմ հատիկավորներին, տեսեք սոխառածը արդեն ինձ մոտ պատրաստ է, ավելացնում եմ տոմատը, մի փոքր այսպես թողնում եմ և հետո արդեն անջատելու եմ գազօջախը, տեսեք արդեն իմ սոխեռածը պատրաստ է, հիմա անջատում եմ գազօջախը և ավելացնում եմ կարմիր պղպեղ քաղցր և սև պղպեղը և ռեհանը,
խառնում եմ, թողնում եմ մի փոքր, որպեսզի համերը բացվեն եւ արդեն ավելացնում եմ իմ հատիկեղենի վրա։ Արդեն պատրաստ է սոխերածս, տաք վիճակով ավելացնում եմ իմ հատիկավորների վրա եւ մի փոքր աղ եմ ավելացնելու։ Տեսեք, այստեղ մի փոքր նրբություն կա, սիրելիներս, քանի որ մեր տոլման փաթաթվում է թթուդրված կաղամբով, արդեն բավականին աղի է, եփվելուց էլ ամբողջ աղը դուրս է գալիս։ Պետք է աղի հետ զգուշ լինել, որպեսզի աղի չստացվեն մեր տոլմաները։ Այսպես ամբողջ առատ բուսայուղով եւ սոխով մեր սոխերածը տեղափոխում եմ իմ թասի մեջ եւ մի լավ խառնելու եմ։ Աղ եմ անում մի փոքր, վերջում համտեսում ենք աղի հետ կապված, բայց աշխատում ենք քիչ անենք։ Այսպես հիմա մի լավ խառնում ենք, որպեսզի գեղեցիկ խառնվեն։ Տեսեք, արդեն իմ խճողակը պատրաստ է։ Մի կողմ եմ դնում։ Ես արդեն նախապատրաստել եմ իմ կաթսան, մակասեք ես ինչ մեծ է, մենք շատ ենք սիրում։ Այստեղ թթու կաղամներից ես պատրաստել եմ, ներքևում շարել եմ, հիմա կփաթաթենք միասին մեր տոլմաները։ Տեսեք, սիրելիներս, ինձ մոտ ամբողջական կաղամբի տերև է, ինչքան մեծ լինի մեր կաղամբները, այնքան մեծ ու համեղ հյութեղ տոլմաներ են ստացվում։ Վերցնում ենք այսպես խճողակը, առատ խճողակ դրեք, բայց այստեղ էլ մի նրբություն, շատ ձիգ տոլմաները մենք չենք փաթաթում, թողնում ենք, որ տեղ մնա մեր հատիկավորները, երբ որ եփեն, ուրչեն, տեղ լինի մեծանալու, այսպես, տեսեք, թույլ տոլմաներ ենք անում բավականին մեծ եւ տեղափոխում եմ կաթսայի մեջ, դնում եմ այսպես գեղեցիկ շարում եմ, եւս մեկը ցույց կտամ հիմա, տեսեք ինձ մոտ ինչ մեծ գթալ է, ես այդ ինձ մի ամբողջական լիքը գթալ խճողակ եմ դնում, ես սիրում եմ, որ պասուս տոլմաները լինեն մեծ, եթե սիրում եք դուք փոքր, կարող եք նաև պատրաստել փոքր, շատ ձիգ չենք պտտեցնում, թողնում ենք եփվելու տեղ մնա, նորից տեղափոխում եմ կաթսայի մեջ եւ այսպես բոլոր տոլմաները ձևավորում ենք։ Ահա եւ վերջ, տեսեք, ես տոլմաները փաթաթել եմ, մի բան էլ սկզբից որ չասեցի, շատ խիտ տոլմաները չենք իրար կողք շարում, մի փոքր թույլ ենք շարում, որպեսզի ուրչելու, եփվելու տեղ մնա։ Ես թթվաջուր չեմ ավելացնում իմ պասուս տոլմային, սովորական ջուր եմ ավելացնելու, բայց երբ որ արդեն եփվում են, պատրաստում եմ նորից արդեն քիչ սոխ, բուսայուղով, սոխերած եւ տոմատ ավելացնելու եմ պասուց տոլմաների վրա։ Հիմա ուղակի ջուր եմ ավելացնում։ Այնքան ջուր, մինչև տոլմաները կծածկվեն։ Եվ տեղափոխում եմ գազօջախի վրա եփվելու։ Ահա։ Մի փոքր կարող եմ ավելացնել, որպեսզի լավ եփվեն։ Ես մի բան էլ ասեմ, սիրում եմ, որ լավ եփված են լինում հատիկները, այդպես ինձ թվում է ավելի համեղ է ստացվում։ Ահա։ Դուք տեսեք, ոնց որ դուք սիրում եք, այնքան էլ եփեք։ Հիմա տեղափոխում եմ գազօջախին։ Հա, սիրելիներս, իմ պասուս տոլմաները արդեն եփվել են, պատրաստ են։ Տեղափոխել եմ մատուցվող ափսեի մեջ, ուզում եմ նաև ցույց տալ ներսից ինչպիսին են։ Եթե հավանեցիք տեսանյութը, դուք էլ պատրաստեք այս եղանակով, չմոռանաք լայքել եւ բաժանորդագրվել իմ ալիքին։
Հաջողություն։